Բարև։ Գիտնականները հայտնաբերել են Անտարկտիդա մայրցամաքի հսկայական սառցե վահանի խորքերում թաքնված 85 նոր լիճ։ Բոլոր այդ լճերը ակտիվ են, այսինքն ջրի մակարդակը անընդհատ փոխվում է, կարծես սառցե մայրցամաքի շնչառությունը։ Օրինակ ֆիքսվել է, որ Մոսկովյան համալսարանի անունը կրող սառցադաշտի խորքում գտնվող լճի ջրի մակարդակը բարձրացել է 10 մետրով ընդամենը 4 տարում։ Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները վերլուծել են 2010-ից մինչև 2020 թվականը Cryosat 2 արբանյակի հավաքած տվյալները։ 400 մետր թույլատվությամբ ռադիոլոկացիոն ալտիմետրայի շնորհիվ գիտնականները բառացիորեն տեսել են սառցե վահանի խորքերում թաքնված ջրամբարների բարդագույն ցանցը։ Ավելի վաղ Անտարկտիդայում հայտնի էր սառույցի տակ թաքնված 681 լիճ, որոնցից միայն 146-ն էր ակտիվ համարվում։ Նոր արդյունքները փոխում են սառցային հիդրոհամակարգի մասին պատկերացումները։ Այժմ ակտիվ լճերի քանակն արդեն 231 է, այսինքն գրեթե 60%-ով ավելի, քան ենթադրվում էր։ Գիտնականներին հաջողվել է առանձնացնել միմյանց հետ կապված լճերի ամբողջական կասկադներ, որոնցում ջուրը շրջապտույտ է կատարում մի լճից մյուսը, ձևավորելով յուրահատուկ ստորսառույցյա գետեր։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավել 6 լիճ, որոնք գտնվում են մայրցամաքի եզրից ընդամենը 8 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ լճերի դրենաժը կարող է արագացնել սառույցի շարժումը օվկիանոսի ուղղությամբ եւ հալման պրոցեսները սառույցի եւ ծովի ջրի սահմանին։ Սա նշանակում է, որ այդպիսի ջրային գրպանները կարող են առանցքային դեր խաղալ սառցադաշտերի դինամիկայում եւ ուղղակիորեն ազդել ծովի գլոբալ մակարդակի վրա։ Սակայն գիտնականները շեշտում են, այս լճերի հայտնվելը կապված չէ ընթացիկ գլոբալ տաքացման հետ։ Խոսքը բնական հիդրոլոգիական համակարգի մասին է, որը սառցե վահանի մեջ գոյություն ունի արդեն հազարավոր տարիներ։ Ուղղակի հիմա նոր արբանյակային տեխնոլոգիաների հայտնվելու հետ մեկտեղ մենք կարողանում ենք տեսնել Անտարկտիդայի կյանքի այս նոր գաղտնի մեխանիզմները։ Բնությունը կրկին ի ցույց է դնում միևնույն լուծումը տարբեր ճանապարհներով գտնելու իր զարմանալի կարողությունը։ Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ սնկերը միմյանցից անկախ սովորել են արտադրել միևնույն հոգեակտիվ նյութը պսիլոցիբինը, սակայն անում են դա սկզբունքորեն տարբեր կենսաքիմիական ճանապարհներով։ Մենք սովորել ենք այսպես կոչված կոնվերգենտ էվոլյուցիայի օրինակներին, երբ տարբեր տեսակներ հանգում են նմանատիպ լուծումների։ Շնաձկներն ու դելֆիններն ունեն մարմնի միանման ձև, չնայած մեկը ձուկը, մյուսը կաթնասուն։ Վառ օրինակ է նաև կարցինիզացումը, երբ խեցգետինները վերածվում են խաչափառանմանների, սակայն այստեղ խոսքը խորքային կենսաքիմիայի մասին է։ Սիլոցիբ եւ ինոսիբ ցեղերի սնկերը սինթեզում են պսիլոցիբինը լրիվ տարբեր ֆերմենտների ու քիմիական ռեակցիաների հաջորդականության միջոցով։ Հետազոտողներն առանձնացրել են սնկերի սպիտակուցները, բազմացրել լաբորատորիաներում եւ ստուգել, թե ինչ ռեակցիաների կատալիզատոր են դրանք։ Alpha-Fold 3 նորագույն համակարգի միջոցով քիմիկոսները մոդելավորել են ֆերմենտների ստրուկտուրան եւ պարզել ինոցիբ սնկերի մոտ քիմիական վերափոխումների շղթան զգալիորեն տարբերվում է սիլոցիբի դեպքից։ Սա նշանակում է, որ էվոլյուցիան երկու անգամ իրարից անկախ գտել է միևնույն նյութը ստանալու երկու տարբեր միջոց, ինչի համար է սնկերին անհրաժեշտ պսիլոցիբինը։ Ճշգրիտ պատասխան առայժմ չկա, հնարավոր է դա գիշատիչներից պաշտպանվելու միջոց է։ Հայտնի է, որ սիլոցիբի սնկամարմինը կապտում է վնասելու հետևանքով։ Դա պսիլոցիբինի տրոհման քիմիական ռեակցիայի արդյունք է, որը կարող է ծառայել որպես ազդանշան կամ վախեցնող ֆակտոր։ Գիտնականները նշում են, եթե երկու սնկերն էլ միմյանցից անկախ արտադրում են միևնույն մոլեկուլը, ուրեմն այն ունի էվոլյուցիոն առավելություն, սակայն առայժմ անհայտ է, թե ինչպիսի։ Հայտնագործության պրակտիկ նշանակությունը ահռելի է։ Այժմ գիտնականների տրամադրության տակ է պսիլոցիբինի սինթեզի երկու կենսաքիմիական ուղի։ Սա նոր հնարավորություններ է բացում կենսատեխնոլոգիաների համար։ Նյութի արտադրությունը կենսառեակտորներում կարող է փոխարինել բարդ քիմիական սինթեզը, իսկ սա նշանակում է, որ ապագայում պսիլոցիբինը, որ արդեն բարձր արդյունավետություն է ցույց տալիս ռեզիստենտ դեպրեսիայի բուժման ընթացքում, կկարողանա ավելի արագ ու հուսալի կերպով հայտնվել բժշկության զինանոցում։ Պատկերացրեք անգամ ծանր քրոնիկ հիվանդությունների դեպքում քաղցկեղից մինչև ուղեղի կաթված կարելի է օգնել մարդկանց ավելի լավ քնել առանց դեղահաբերի։ Նոր մասշտաբային հետազոտությունը ցույց է տվել, կոգնիտիվ վարքային թերապիան զգալիորեն նվազեցնում է անքնության դրսևորումները եւ ավելի արդյունավետ դարձնում քունը։ Մայքուորի համալսարանի եւ միջազգային գիտնականների խումբն անցկացրել է գրեթե 70 կլինիկական հետազոտության սիստեմատիկ ուսումնասիրություն ու մետաանալիզ։ Դրանց մասնակցել է քրոնիկ վիճակներով ավելի քան 5000 մարդ, այդ թվում ուռուցքային հիվանդություններով, քրոնիկ ցավով, գրգռված աղու համախտանիշով եւ այլն։ Արդյունքները տպավորիչ են։ Կոգնիտիվ վարքային թերապիայի արդյունավետությունը անքնության ծանրության դեմ շատ բարձր է։ HSG ցուցիչը կազմել է 0.98։ Քունն ընդհանուր առմամբ դարձել է ավելի որակյալ, իսկ քուն մտնելու ժամանակը կրճատվել։
արտադրվել է։ Կարևոր է նաև այն, որ մեթոդն անվտանգ է ու հիվանդներն այն լավ են տանում։ Կողմնակի էֆեկտները հանդիպում են ծայրահեղ հազվադեպ, իսկ թերապիայից հրաժարվել է բուժառուների միայն 13%-ը։ Սա նշանակում է, որ կոգնիտիվ վարքային թերապիան կարելի է դիտարկել որպես հուսալի եւ ունիվերսալ գործիք անգամ այն մարդկանց համար, ովքեր բախվում են ծանր քրոնիկ հիվանդությունների հետ ու չեն կարող անընդհատ հույս դնել տեղամիջոցների վրա։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում եւ կարող է լրջորեն ազդել կլինիկական պրակտիկայի վրա։ Բժիշկները ավելի շատ հիմքեր կունենան խորհուրդ տալ կոգնիտիվ վարքային թերապիան որպես անքնության դեմ պայքարի միջոց այնտեղ, որտեղ նախկինում հույս էին դնում բացառապես դեղերի վրա։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ սերիալը Էքսպանսիան է։ Ապագա, որում մարդկությունը բնակեցրել է ամբողջ արեգակնային համակարգը, գերբնակեցված ու քաղաքականապես մասնատված երկիրը դեռ մնում է իշխանության կենտրոն։ Մարսը անկախ ռազմական գերտերություն է, որը հավակնում է գերազանցել երկրին, իսկ նրանց միջև ռեսուրսների գլխավոր աղբյուր աստերոիդների գոտին է Մարսի եւ Յուպիտերի միջև։ Այստեղ միլիոնավոր մարդիկ ապրում են ծանր պայմաններում եւ գնալով ավելի ու ավելի օտար եւ լքված են իրենց գում մեծերին խաղում։ Հենց այստեղ էլ սկսվում են վերջին տարիների գիտականորեն ամենաարժանահավատ տիեզերական սագաններից մեկի էքսպանսիա իրադարձությունները։ Սյուժեն միավորում է ապագայի աշխարհաքաղաքականությունը, ռեսուրսների համար պայքարն ու ահռելի սոցիալական անհավասարությունը, սակայն գլխավորը պատմության կենտրոնում է հայտնվում խորհրդավոր պրոտոմոլեկուլը, այլ մոլորակային ծագման նյութ, որը կարող է փոխել ֆիզիկան, կենսաբանությունն ու մարդկության ապագան։ Սերիալի հեղինակները առավելագույն հենվում են իրական գիտական պատկերացումների վրա։ Այստեղ տիեզերքում ձայներ չեն լսվում, տիեզերանավերը շարժվում են բալիստիկ օրենքով, իսկ արագացումն օրգանիզմի վրա ազդում է նույն կերպ, ինչպես իրականում։ Դրա շնորհիվ էքսպանսիան ոչ թե ուղղակի ֆանտաստիկա է, այլ պատուհան դեպի ապագա։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։